իմ ամբողջ կյանքը ներդրել եմ սպորտի մեջ, ներդրել եմ վարձով եմ ապրում այստեղ, ես վարդենիցի եմ։ Եկել եմ այստեղ, զբաղվում եմ պրոֆեսիոնալ պարոլիֆտինգով։ Հիմա մի անորոշ ժամանակով եկել փակել են, երկու շաբթի օր առավոտյան եկել ենք, որ մտնենք մեր սիլիակում, բայց պրոստո ակում չի, հարազատներ ջան, ես իմ անդամներն են, ես ամեն առավոտ գալիս եմ մեր հաճախորդներին, դուռը բացում եմ ամեն ինչ, ամեն սպասարկում, ժեմ ժպիտով սպասարկում է, գալիս եմ առավոտյան ժամը 7-ին, մինչև ժամը 1-ը զբաղվում եմ սպորտով։ Հիմա որ փակել են, ես որտեղ գնամ, այսինքն պետք է հավելյալ գումար մուծեմ, երեք ես իմ ընկերոջ չխնդրեմ, ինձ որպես յուր տանի մի ուրիշ սպորտզալ։ Բայց ինչի ասենք, ես որ մի չմուծեմ այդ իմ վեկալած փաթեթը ինձ գցելու են հարկային դաշ, չէ։ Հետո էլ ասեն պետքա տանես մուծես, բայց ինչի համար տանեմ մուծեմ, ես ոստեղ չեմ աջակցում։ Այսինքն դեռ ֆիզիկական վիճակը ենթադրողություն է, հա։ Հա, ինչ եմ անում, այդ ցավը տանեմ։ Ես ամբողջ կյանքը ներդրել եմ սպորտի մեջ, զբաղվում եմ, ուզում եմ ազգի համար դրոշը ուրիշ երկրներում բարձրացնեմ, բայց չեմ կարող անում։ Այսինքն եկե փակել են չի դառնում էլի, ասենց ինչ որ առանց զգուշացնելու գան 2 ժամ առաջ բռնեն փակեն, դա չի դառնում էլի։ Տեսեք, մի քանի օր այսպես ապրիլ համացանցում շրջանառման տեսակետը, որ շատ սպորտսմեններ, ովքեր հենց Ծառուկյանի ձեռքից հաց են կերել, հա, կարիերա են ունեցել, առաջ են գնացել, այս դեպքում կարծես լռում են։ Դուք ինչ խոսք ունեք ձեր այդ սպորտսմեն ընկերների։ Ես այդ մեր սպորտսմեն ընկերների վրով ռելս եմ տեղադրել Instagram-ում, ես չգիտեմ ով իր ձևի մտածելակերպ ունի, արգել ես բայց չի կարելի էլի այդքան ես չեմ ուզում ինչ-որ մի անձանց վիավորեն կամ չգիտեմ շակերտավոր մարդկանց ինչ-որ մի հեռուներից բանացեն, բայց չի կարելի մարդ ուղղակի այդքան ապերախտ լինել այս հարցում էլի։ Բոլորս էլ տեղակ ենք, բոլորս էլ տեսնում ենք ինչ-որ սպորտսմեն թեկուզ չգիտեմ ինչ-որ մի չնչին բան անում մեզ ազգի համար, Գագիկ Ծառուկյանը ինչ նվիրատվություններ անում, ինչ ձևի, ինչ միջոցներով կանգնում սպորտսմենների կողքին։ Դες չի դառնում էլի ուղղակի մի բուռ ազգ են կամ 70 տարեկան մարդուն դες բռնի ուժով կոպիտ ասած ազանք տապալում են գետնին գցում են սայթը մետի հարի չէ բարեգործ մարդա Անհավաչափ ուժի դառնման մասին լավ պատկերացում ունի։ Հա Եթե դուք ուզենաք կարող եք ինչ-որ մեկի նկատմամբ մի քանի օգով էլ չէ, մենակով էլ չէ անհավաչափ ուժ դրել։ Հա դե սիրուն չեկա։ Մի քանի իրավաբաններ այդ տարիքի մարդու նկատմամբ Այդ տարիքի այդ մարդը ունի այդ մարդը սպորտսմեն է 70 տարեկան մարդ է զբաղվում է սպորտով, ունի բազմաթիվ տրավմաներ չի կարելի մարդուն ասես ռեգալ է տանել մի անգամ կամ տանում է այդքան իրանց որ մտան այսպես կարծես թե քրոհի էին մտնում մի անգամից դարպասներից ներս մտան այդտենց կներեք 1000 անգամ կոնկրետ ֆիլմ այսի չգիտեմ ազնական վենդետա այդ ինչա բայց թե աշխատողները թե իստե հաճախորդները ինչ կապ ունեն դրա հետ ասենք լավ մենք որպես հաճախորդ դելան գնացինք ուրիշ զալ պարապելու բայց մեր ընկերների գործ է բայց մարդիկ ինչ անեն Այսօրներ չի Հայաստանը լեփլեցուն է այսպես զալերով կամ չգիտեմ ամեն մի զալեր չի ոսես պրոֆեսիոնալ զալա մարդիկ գալիս են այստեղ գիտեք ինչքան տարեց կին ինչքան տարեց մարդիկ են այստեղ գալի բուժվում Այս առողջական կենտրոնը այս մեր տունն է դարել Սիրուն չես քան է կարամ ասեմ ուղղակի շատ գոհ եմ պարոն դժգոհ եմ պարոն Փաշյան